Կազմակերպության ղեկավարները շատ հաճախ մեծ գումար են ծախսում, մարքեթինգային բյուջե են տրամադրում, մարքեթինգային թիմը ինչ-որ արշավներ է մտածում, ակցիաներ է մտածում եւ իսկապես կարող է շատ հրաշալի իդեաներ մտածել, բայց կարող է այդ ամբողջ գումարը վատնվել զուտ այն պատճառով, որ աշխատակիցը, որը հետո պիտի սպասարկի եկած հաճախորդին, ինքը ուղղակի չունենա հաղորդակցային հմտություններ։ Եվ այստեղ արդեն ամբողջ բյուջեի իմաստը կորում է։ Հետևաբար այսօր կազմակերպության արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչքան որակյալ է այդ աշխատակիցը։ Ու ես շատ կուզեմ այսպես ասել այն հանգամանքը, որ աշխատակիցները վատը չեն լինում։ Աշխատակիցին կարելի է ուղղակի ճիշտ կառավարել եւ եթե ունի ինքը բաց հմտություններ, բայց ինքը տեսակով ձերն է, իրեն կարելի է վերապատրաստել եւ դարձնել շատ լավ կադր։ Եվ հետևաբար շատ բան կախված է, թե ղեկավարը ինչքանով է պատրաստ առաջ գնալ եւ արդյոք ինքը ուզում է չլինել այն սահմանափոխող ուժը, որը թույլ չի տալու, որ իր կազմակերպությունը առաջ գնա։ Ցավոք շատ հաճախ հենց այդ բոլոր սահմանափակումներով ու վախերով, որի մասին մենք խոսեցինք, հա ղեկավարն ինքն է խանգարում, որպեսզի կազմակերպությունը առաջ գնա։ Եվ նաեւ շատ հաճախ լինում է այնպես, որ նաեւ մարդիկ շատ գումար են ծախսում լոգո են ստեղծում, բրենդինգի մասին են մտածում, հա, բայց ամենակարևոր եւ ամենաուժեղ գովազդը դա աշխատակցի փայլող աչքերն են։ Պատկերացրեք, որ դուք ունեք օրինակ 50 կամ 100 աշխատակից։ Պետք չի բացատրել ինչ է փայլող աչքը, ես դա տեսնում եւ այդ պարագայում իրենք գնում են ու տարբեր սոցիալական հարթակներում, տարբեր շփումներում պատմում են, թե ինչ լավն է այն կազմակերպությունը, որտեղ իրենց աշխատողներն իրենց ինչքան գնահատված են զգում, ինչ լավ միջավայր է, որ կարելի է այդտեղ կոնֆլիկտները բացահայտել, որ կարելի է այդտեղ կոնֆլիկտները բարձրաձայնել, որ կարելի է այնտեղ կոնֆլիկտները բարձրաձայնել, հա, որովհետև եթե կա կազմակերպություն, որտեղ չի կարելի սխալվել եւ չի կարելի խոսել կոնֆլիկտների մասին, այդ կազմակերպությունը շատ լուրջ խնդիր ունի։